Ձմեռային փառատոնը Նյումեգը ունի 3 փառատոն՝ ձմեռային, ամառային եւ ֆրանսիական գրքի ֆրանկոֆես փառատոնը։ Ամառային փառատոնին մենք ներկայացնում ենք համաշխարհային բեսթսելերներ, ֆրանկոֆեստին մենք ներկայացնում ենք ֆրանսալեզու, թարգմանաբար գրականություն, իսկ ձմեռային փառատոնը հիմնականում հայ հեղինակների մասին է։ Այսօր մենք ունեցել ենք 4 հայ հեղինակ՝ Մարիաննա Հակոբյանը, Գորգ Կարապետյանը, Դավիթ Գյորգյանը եւ իհարկե Հենրիխ Մխիթարյանը։ Եվ հենց հայ հեղինակների շուրջ է կառուցված ամբողջ ձմեռային փառատոնը։ Ընդհանրապես գրքերի ընտրությունը ինչպես է կատարում, մենակ այս 4 սկզբունքներով, թե այլ ընտրություն, ասենք, հետաքրքրության աստիճանը պայմանավորված։ Անշուշտ տարբեր են ընտրության չափանիշները, Հենրիխի դեպքում դա ակնհայտ էր, որ դա լայն հասարակության համար սպորտային գիտահանրամատչելի մոտիվացիոն գրականություն է։ Մարիաննա Հակոբյանը դա ժամանակակից արձակ է, որտեղ լրագրողական հետաքննությունը միախառնված է սիրային պատմության հետ։ Դավիթ Գյորգյանը մեր Թովմասյան հիմնադրամի հետ երիտասարդ գրողների մրցույթի հաղթողն է, եւ Գորգ Կարապետյանի գիրքը LinkedIn-ի մասին է, որը կարծում եմ, որ շատ օգտակար կլինի բոլոր այն մարդկանց, ովքեր օգտագործում են LinkedIn սոցիալական ցանցը։ Եթե չեմ սխալվում, քիչ առաջ դուք հեռախոսային կապի մեջ էիք Հենրիխ Մխիթարյանի հետ, եթե գաղտնիք չի, ինչի մասին էր խոսքը, Հենրիխ ինչ-որ բան փոխանցեց, թե չէ։ Ես փոխանցեցի լուսանկարները շնորհանդեսից, ինքը շատ ոգևորված էր, որ դահլիճը լեփլեցուն է, առաջին շարքում նստած էին իր հարազատները, քեռին, մայրական կողմի բարեկամները եւ իհարկե հեռու գտնվելով, բայց նրա հոգին եւ սիրտը այստեղ է, այս դահլիճում։ Շնորհակալություն։